Բարիք այսօր բոլոր մեզ նոր միացած հեռուստադիտողներին մենք շարունակում ենք հետաքրքիր թեմաների քննարկումը։ Այս բային քննարկվող թեման եւս մշակութային է։ Հոկտեմբերի 25-ին մանկական զբոսայգում տեղի կունենա Հայ ազգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի 125-ամյակին նվիրված համերգ, որի ընթացքում կիրականացվի նաեւ կայդ կրթամշակութային կազմակերպության Հայրիկն ու աղվեսիկը մանկական նախագիծը։ Այժմ նախագծի եւ համերգի մասին կզրուցենք ծրագրի համակարգող Շուշանիկ Պողոսյանի հետ։ Բարի առավոտ Շուշանիկ, ուրախ եմ, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ։ Բարի առավոտ, ես էլ եմ ուրախ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ ինչպես եք սկսել ձեր այսօրվա առավոտը, ոչ աշխատանքային, թե միևնույն է աշխատանքով լի։ Բավականին լի այս ընթացքում աշխատանքով, որովհետև ինչքան մոտենում են համերգի օրերը, այնքան ավելի ինտենսիվ փորձեր, նախապատրաստական աշխատանքներ ենք ունենում, բայց ամենայն դեպս նախորդ օրից մի քիչ տարբերվում էր հանգստյան լինելու։ Շատ լավ, ես կուզեի մինչև համերգին անդրադառնալը մի փոքր խոսեինք կայթի մասին, երբ է այն հիմնադրվել եւ ինչ գործունեություն է ծավալում։ Կայթ մշակութային հանգույցը հիմնադրվել է 2014 թվականին։ Այս պահին իրականացնում ենք բազմաթիվ մշակութային ու կրթական նախագծեր։ Ի սկզբանե հիմնադրվել է որպես ազգային երգուպարի խումբ ու նաև նվագախումբ, որը այս պահին նույնպես գործում է, իրականացնում է տարբեր համերգներ, նաև ունենում ենք բազմաթիվ հայկական ավանդական երգերի մշակումներ եւ այլն։ Կայթի մյուս ծրագրերից արև է ելել ծրագիրն է, որը կրթական ծրագիր է եւ իրականացվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Այս պահին արդեն մոտ 3 տարի իրականացնում ենք Խաչիկ գյուղում, շուտով այնտեղ կնշենք նաեւ մեր ծրագրի 3-ամյակը։ Գործում է նաև Kite Art Production-ը, որը իրականացնում է այս մեր բոլոր նախագծերի համար երաժշտության ձայնագրումը եւ այլն, մի խոսքով այդ production-ից մինչեւ տենց ամենավերջին կտորը ամբողջությամբ իրականացնում է Kite Art Production-ը, սա մեզ իհարկե շատ օգնում է մեր մյուս բոլոր նախագծերը հնարավորինս լավ եւ մեր ուժերով իրականացնելու համար։ Թակպար բենդը, որը նույնպես երաժշտական նախագիծ է, այն հիմնականում ավելի հարսանեկան ուղղվածությամբ է, բայց տարբեր երաժշտություններ, մեղեդիներ, ազգագրական, եթե մարդիկ ուզում են միջոցառումներին իրենց ունենալ, Թակպար բենդը սիրով այցելում է եւ ապահովում շատ բարձր որակի եւ մակարդակի ազգային երաժշտություն։ Հրաշալի, ինչպես ստացվեց, որ Հայրիկն ու աղվեսիկը նախագիծը տեղի ունեցավ, առասարակ ինչի մասին է այն։ Հայրիկն ու աղվեսիկ ծրագրի շրջանակում է իրականացվում։ Տարեսկզբին, երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց մրցույթ հոբելյանական միջոցառումների հետ կապված, այդ ընթացքում արդեն սկսել ենք աշխատել աղվեսիկ ծրագրի վրա, որը մանկական ծրագիր է, եւ որոշեցինք դիմել այս մրցույթին եւ հաղթեցինք մեր Հայրիկն ու աղվեսիկը նախագծով։ Այն նվիրված է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին եւ ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-ին, ինչպես նշեցիք, ունենալու ենք համերգ, որտեղ կհնչեն Հայրիկ Մուրադյանի երգերից մի քանիսը մեր նոր ավելի մանկական մշակումներով, ինչպես նաեւ կներկայացնենք մեր Հայրիկն ու աղվեսիկը գիրքը, որտեղ ներառված են բոլոր երգերը, որոնք որ կհնչեն համերգի ընթացքում, ինչպես նաեւ այդ բոլոր երգերի շուրջ հյուսված են փոքրիկ պատմություններ, որոնք որ ներառված են գրքում։ Հրաշալի է, իսկ այդ գիրքը վաճառք է ունենալու, թե միայն տեղում է հասանելի լինելու։ Գիրքը այդ օրը վաճառքի չի լինի ցավոք, բայց հիմնականում այն ի սկզբանե նախատեսված է եղել դպրոցներին եւ մանկապարտեզներին տրամադրելու համար։ Առաջին տպաքանակը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանի ներքո գործող դպրոցներին եւ մանկապարտեզներին, հետագայում արդեն կունենանք նաեւ վաճառքի օրինակներ։ Իսկ աղվեսիկը առհասարակ ինչ նախագիծ է, այդտեղ ինչպես հասկացա երեխաներն են երգում, այո։ Այո, աղվեսիկը մանկական ծրագիր է, քանի որ այս պահին ունենք խնդիր, որ ծնողները հաճախ բախվում են այդ խնդրին, որ իրենց երեխաները տեսնում են տարբեր տեսակի բովանդակություն, համացանցում, որոնք բոլորին հասանելի են, մենք փորձել ենք ստեղծել առողջ զվարճանքի աղբյուր, այսինքն աղվեսիկը կամուրջ է ծնողների եւ առողջ բովանդակության միջև, որի միջոցով երեխաները կարող են տեսնել տարբեր մուլտեր, երգեր, գրքեր, այսպիսի տարբեր պրոդուկտներ ենք ներկայացնելու աղվեսիկի շրջանակում։ Հիմնականում ուղղված է երեխաներին առողջ զվարճանք ապահովելու համար, որպեսզի նրանք տեսնեն օգտակարը եւ զարգանան, սովորեն այսպես։
Շատ լավ։ Նաև նշենք, թե որտեղ է տեղի ունենալու համերգը, հոկտեմբերի 25-ը ասել ենք, մանկական զբոսայգում։ Մանկական զբոսայգում, այո։ Իսկ ինչ եք կարծում, Երևանից դուրս եւս հնարավորություն կլինի համերգը կրկնելու, թեկուզ արդեն սահմանամերձ ինչ-որ գյուղերում երեխաների համար։ Գուցե իրականում մեր նախագծերի եւ ծրագրերի շրջանակում փորձում ենք հնարավորինս շատ անդրադառնալ եւ սահմանամերձ գյուղերին եւ Հայաստանի բոլոր տարածաշրջաններին։ Ունենք նաև նվիրիր համերգ կոչվող ծրագիր կայտ մշակութային հանգույցում, որի շրջանակներում մարդիկ, ովքեր որ ցանկանում էին, կարող էին տոմսեր գնել եւ նվիրել համերգ Հայաստանի սահմանամերձ որևէ գյուղին։ Ուզում եմ ասել, շատ կարեւոր է մեզ համար, որ սահմանամերձ գյուղերում նույնպես երեխաները ունենան հասանելիություն այս ամենին մասնակից լինելու։ Այո։ Մեր ծրագրերից շատերը ուղղված են այս ամենին, Հայրիկն ու աղվեսիկը գիրքը եւ տեսահոլովակներ եւ ամեն ինչ ի վերջո հասանելի կլինեն բոլորին, իսկ համերգը գուցե կրկնենք ինչ-որ միտեղ։ Ուրեմն սպասենք նորությունների։ Երեխաներին ինչպես է ընտրել, ովքեր են ներգրավված նախագծում, ընտրությունը բարդ չի արդյոք տեղի ունեցել։ Ընտրությունը չեմ կարող ասել բարդ էր թե չէ, այս մասին ավելի շատ կարող են խոսել երևի այն մարդիկ, ովքեր մասնակցել են։ Ընտրել ենք քաստինգի միջոցով, ձայնային տվյալներ եւ այլն ստուգել ենք ու ընտրել ենք մի քանի երեխայի, ովքեր կներգրավեն այս նախագծում։ Իսկ իրենք արդեն իսկ IT նախագծերում ներգրավված էին։ Չէ, այս այն երեխաները, ովքեր աղվեսիկ նախագծում են, իրենք շատ փոքր տարիքի են, այս տարիքի երեխաներ չեն ունեցել, ավելի փոքր է սկսում իրենց մոտավոր 7-ից մինչև 13 տարեկան երեխաներ են, բավականին փոքր տարիք են, որովհետև կայթում մյուս ծրագրերի շրջանակներում ունեցել ենք երեխաներ, ովքեր մասնակցել են տարբեր նախագծերի, բայց այս տարիքի չենք ունեցել, աղվեսիկը մեր առաջին փորձն է այս տարիքի երեխաների հետ աշխատելու։ Դե հուսանք, որ հաջողությամբ կպսակվի, ինչպես ասում են գործը։ Համերգի ընթացքում ինչ է սպասվում արվեստասերներին, փոքրիկ այցելուներին, բացի այն, որ Հայրիկ Մուրադյանի երգերը մանկական հնչողությամբ կկատարվեն եւ գրքից, որի մասին արդեն խոսեցիք, այլ նորություններ, անակնկալներ լինելու են։ Անակնկալներ գուցե ինչ-որ փակագծեր բացենք միջոցառման օրը, բացի համերգից եւ գրքի ներկայացումից, համերգը կամփոփենք ազգային ավանդական երգով ու պարով, մեզ կմիանա Թակպար նվագախումբը եւ կենթանի երաժշտությամբ բոլորին կհրավիրենք ազգային պարեր պարելու։ Այ հիմա մեզ լսում են բավական մեծահասակներ, ինչու՞ չէ նաև փոքրիկներ, գուցե իրենց ծնողների հետ եւ իրենք ունեն ցանկություն ներկա գտնվելու համերգին, ինչ որ հատուկ բան պետք է անել, թե պարզապես պետք է այցելել եւ մուտքն ազատ է։ Մուտքը ազատ է, համերգը բացօթյա է լինելու մանկական զբոսայգում, ինչպես նշեցինք, ուղղակի պետք է ժամը 3-ին հոկտեմբերի 25-ին լինել մանկական զբոսայգում, բոլորը կարող են ներկա գտնվել։ Արդեն նախատեսել եք ինչ որ հոսք մարդկանց որ կլինեն։ Իրականում մտածում էինք գրանցումով անել համերգը, որ հասկանանք մոտավոր քանակային ինչ է սպասվում, բայց քանի որ բացօթյա է համերգը, որոշեցինք չբարթացնել, որ մարդկանց համար էլ ավելի հեշտ լինի, ավելորդ գործողություններ չունենան անելու։ Ուղղակի ով որ տեղեկացված է, ով որ կցանկանա ու կկարողանա, շատ ուրախ կլինենք, որ ներկա գտնվեն։ Եկեք խոսենք նաև առաջիկա ծրագրերից արդեն կայթի, թե բացի աղվեսիկից, աղվեսիկը թեկուզ սահմանամերձ հասցնելուց բացի, այլ ինչ առաջիկա ծրագրեր ունեք այս կամ գուցե արդեն հաջորդ տարվա համար, որ պլանավորել եք։ Աղվեսիկի հետ կապված նույնպես շատ պլաններ ունենք, նաև այս տարվա շրջանակներում, հետագայում էլ արդեն կհասկանանք այս պահին դեռ այնքան շատ ունենք անելիքներ, որ մինչև տարեվերջ արդեն բավականին շատ պլաններ ունենք հենց աղվեսիկի հետ կապված։ Այս պահին ցավոք չեմ կարող շատ մանրամասներ նշել, բայց կփորձենք հնարավորինս ակտիվ լինել, հանդես գալ համերգներով, ինչպես նաև այս երգերը, որոնք որ կներկայացնենք, կունենան հետագայում իրենց կցված մուլտեր։ Բավական մեծ ծավալուն, այսինքն պլաններ կան կապված, հա, աղվեսիկի հետ։ Հա, աղվեսիկի միջոցառումը մեր առաջին քայլն է, դրանից հետո բավականին ավելի մեծ աշխատանքներ են սպասվում։ Իսկ ինչ եք կարծում, բացի Հայրիկ Մուրադյանից կլինեն նաև այլ անուններով, Հայրիկն ու աղվեսիկը, հետո գուցե այլ անուն առաջաբանում լինի աղվեսիկի հետ։ Այո, նախատեսում ենք այսպես հոբելյանական միջոցառումներ ունենալ տարբեր հայ մշակութային գործիչներին նվիրված։ Հայրիկ Մուրադյանի նվիրված միջոցառումը առաջինն է, հուսանք հետագայում նույնպես շարունակական կլինի եւ նախատեսում ենք անդրադառնալ այլ մշակութային գործիչների էլի այս ֆորմատով։
Իսկ մեր հեռուստադիտողները ձեր գործունեությանը ինչպես կարող են ծանոթանալ սոցկայքերում կա ակտիվություն այդ մասով։ Այո, սոցկայքերում արդեն ունենք էջեր աղվեսիկի անունով, կարող են հետևել նաև կայթ մշակութային հանգույցի էջերին, որ եթե հետաքրքրված են մեր մյուս նախագծերով նաև շուտով կունենանք նաև կայք, որտեղ ներկայացված կլինեն մեր այս բոլոր երգերը իդեպ լինելու են երկու տարբերակով եւ ամբողջական, որտեղ նաև վոկալը կա եւ կարաոկե տարբերակով, որ մարդիկ կարողանան ուղղակի միացնել եւ սովորել երգել, այո։ Կայքում նույնպես բավականին շատ տեղեկատվություն հասանելի կլինի շուտով։ Իսկ ինչ եք կարծում, օրինակ ձեր այդ քայլը, որ նպատակ ունեք դպրոցներին, մանկապարտեզներին գիրքը բաժանելու աղվեսիկի, որքանով է կարևոր ներդրում, ինչ կտա դպրոցներին, երեխաներին մանկահասակ, չէ՞ որ իրենք փոքր տարիքից, մանկապարտեզից արդեն ուսումնասիրելու են մեր հայկական երգեցողությունը, Հայրիկ Մուրադյանի նաև երգերը մանկական ձևով հնչելու են, ինչ փոփոխություն սա կբերի թե մանկապարտեզներում, թե դպրոցներում, առաջին հերթին մտածողության առումով։ Կարծում եմ շատ կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից հենց մանկապարտեզից սկսած լսեն ու սովորեն որակյալ ու հայկական բովանդակություն, երգեր եւ այլն։ Այս առումով կարծում եմ մանկապարտեզներին ու դպրոցներին դիմելը լավագույն տարբերակն է, քանի որ մեր թիրախային լսարանը, այսպես ասած, հենց այնտեղ է, բոլոր այդ տարիքի մանուկները։ Այս առումով կարծում եմ մեզ ավելի հեշտ կլինի դպրոցների ու մանկապարտեզների միջոցով հասնել մեր լսարանին, բայց իհարկե գիրքը հասանելի է բոլորի համար։ Ամեն դեպքում կարծում եմ եւ մանկապարտեզների ու դպրոցների համար նույնպես շատ կարեւոր է, որ երեխաները այդ տարիքից արդեն զարգանան այս ամենը տեսնելով ու լսելով, ոչ թե այն ամբողջ վնասակար ինֆորմացիան, որը որ իրենց ցավոք հասանելի է YouTube-ում եւ այլ հարթակներում, որոնք ամեն օր երեխաների աչքի եւ ձեռքի տակ են։ Այո։ Եվ եթե ավելի գլոբալ նայենք հարցին, ինչ փոփոխություններ է բերում մշակույթում արդեն այս մոտեցումը արվեստին, երգեցողությանը։ Ձեր գնահատականը, այսինքն որպես կատարող ես գործել, որպես հանգույցի աշխատանքները ներկայացնող ինչ-որ առումով նաև։ Իրականում, քանի որ այս պահին ունենք խնդիր ամբողջ Հայաստանով մեկ այսպես ասած, որ բոլոր տարիքի մարդիկ ունեն այս խնդիրը, որ տեսնում են տարբեր տեսակի բովանդակություններ եւ շատ հաճախ նույնիսկ չեն տարբերում հայկականը այլազգի երաժշտությունից եւ այլն։ Այո, ցավոք։ Մենք որոշել ենք այս դեպքում սկսել ամենափոքր տարիքից, որովհետեւ երեխաները փոքր ժամանակվանից մեծանան ճանաչելով հայկականը, տարբերելով հայկականը ոչ հայկականից, որ հետագայում իրենք էլ կարողանան իրենց երեխաներին այս ամենը փոխանցել ու հույս ունենք, որ ինչ որ պահի կհասնենք այնպիսի կետի, որ շատ ավելի լայն տարածում կունենա հայկական մշակույթը, որը իրականում շատ մեծ արժեք է իրանից ներկայացնում ու վստահաբար շատ կարևոր է, որ երբ մենք ունենք մերը, սկզբում սովորենք եւ իմանանք ու ճանաչենք մերը, հետո նոր անդրադառնանք մյուս մշակույթներին։ Շնորհակալ եմ մշակույթով լի զրույցի համար։ Ես մեծ հույս ունեմ, որ ձեր առաջիկա պրոյեկտում, նույն Հայրիկը եւ աղվեսիկը բավական մեծ հանդիսատես կունենա այս բարագայում եւ ձեր բոլոր պրոյեկտները հաջողությամբ կպսակվեն։ Ուրախ եի, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էինք Շուշանիկ Պողոսյանի հետ, ով համակարգողն է ծրագրի Հայրիկը եւ աղվեսիկը եւ ներկայացնում է կայթ կրթամշակութային կազմակերպությունը։ Դե ինչ արդեն զրույցի ընթացքում լսեցիք, որ հոկտեմբերի 25-ին է միջոցառումը իրականացվելու մանկական զբոսայգում ժամը 3-ից։ Սիրելի ծնողներ, ձեր փոքրիկների հետ կարող եք ներկա գտնվել եւ վայելել Հայրիկ Մուրադյանի կատարումները արդեն մանկական հնչողությամբ, բազում անակնկալներ են սպասվում ու տեղում էլ հնարավորություն կունենաք տեսնելու նաեւ նույնանուն գիրքը արդեն լի այն տաղերով, որոնք հնչելու են։ Այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Անահիտ Ղազարյանը իր պատմական դադարով։